որպեսզի մենք դուրս գանք փողոցից։ Բայց մենք այստեղ կանգնելու առհասարակ կարիք կարողը չունենայինք, եւ մենք առհասարակ այստեղ չէինք գա, եթե այստեղ չլիներ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը։ Իսկ Սամվել Կարապետյանը ոչ թե այստեղ պետք է լինի, այս դատարանում, այլ ազատության մեջ, եւ ինքը պետք է որոշի, թե այն երկրում, որին ազնվորեն ծառայել է իր ամբողջ կյանքի ընթացքում, այդ երկրի որ քաղաք պետք է գնա, այդ երկրի որ գյուղ պետք է գնա, այդ երկրի քաղաքացիների հետ ում հետ պիտի հանդիպի եւ նրանց վստահությունը ինչպես պետք է վայելի։ Ազատություն Սամվել Կարապետյանին։ Այստեղ բերել է ազատության ձգտումը, ազատություն ոչ միայն Սամվել Կարապետյանին, այլ բոլոր քաղբանտարկյալներին։ Սամվել Կարապետյանը դառնալու է վարչապետ ոչ թե իր կյանքում բարեկեցություն ստեղծելու, այլ իր կյանքի բարեկեցության հաշվին, որպեսզի ազատություն բերի մեր ողջ ժողովրդին, որ այս կապանքներից, այս անարդարությունից ազատի մեր ողջ ժողովրդին։ Նրա պաշտոնավարման շրջանում բացառվում է, որ հանցանք չգործած որևէ մեկը, առավել ևս որևէ կին, մանկահասակ երեխայի որևէ մայր, հանիրավիկ ենթարկվի քրեական հետապնդումների, դատապարտվի, դա բացառվում է, որովհետև Սամվել Կարապետյանի պաշտոնավարման շրջանում լինելու է արդարության Հայաստան։ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման շրջանում լինելու է խաղաղության Հայաստան։ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման շրջանում լինելու է բարեկեցիկ Հայաստան։ Մենք շատ մեծ հույս ունենք, որ այստեղից մենք հոծ բազմությամբ վերադառնալու ենք Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, նրա ազատությունը վայելելով։ Արդարությունը մի բան է նշանակում, որ ազատություն պետք է ունենա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը, բանտարկություն պետք է ունենա գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բանտերում ու դատարաններում պետք է լինեն ոչ թե մեր ժողովրդին նվիրական ծառայություններ մատուցողները, այլ մեր ժողովրդին դժբախտություն, կորուստներ, պատերազմներ, ողբերգություն բերած հայրենիքի գողերը։ Սիրելի ժողովուրդ, մեր առջև պատնեշներ հնարավոր չի ստեղծել։ Մեր առջև ստեղծած պատնեշները մերպես մարդիկ են, ոստիկանության ծառայողներ, որոնց հայացքները հուշում են, թե ինչ են ուզում նրանք մեզնից։ Նրանք մեզնից ուզում են նվիրական պայքար եւ հաղթանակ բոլորիս համար, նաեւ իրենց համար, բոլորիս համար արժանապատիվ կյանք ու ծառայություն։ Իսկ դրա համար պետք է, որպեսզի մենք ունենանք նոր վարչապետ, որի անունը լինելու է Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ, Սամվել վարչապետ։